Հայաստանը բնակներից շատերի համար բարձրագույն կրթությունը շարունակում է մնալ երազանք ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև ֆինանսական հնարավորությունների հասանելիության տեսանկյունից։ Վարձավճարների բարձր լինելու պատճառով տարիներ շարունակ բազմաթիվ ընտանիքներ չեն կարողացել վճարել ուսումնառության համար պահանջվող գումարը, իսկ որոշ բուհեր էլ հիմնականում գոյատևել են հենց ուսանողների վճարած վարձավճարների հաշվին։ Կառավարությունից օրեր առաջ հայտարարեցին, որ ֆինանսական դժվարությունների պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից եւ որ պետության աջակցությունն էլ պետք է պայմանավորվի ուսանողների առաջադիմությամբ։ Մեր նպատակն է հնարավորինս աջակցել ուսանողին միաժամանակ խրախուսելով ու մոտիվացնելով նրան լավ սովորել, լավ մասնագետ դառնալ, ապահովելով սեփական ապագան եւ բարեկեցությունը միաժամանակ կարեւորելով նրա մասնագիտական մրցունակությունը։ Մասնագետների գնահատման պրակտիկան վկայում է, որ դասախոսները կամ ակադեմիկոսները հիմնականում եղել են սոցիալական լայն հնարավորություններ չունեցող ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր անվճար կրթություն են ստացել խորհրդային տարիներին։ Ըստ էության մենք կորցրել ենք դա, որովհետեւ շատերը չեն դիմում բարձրագույն կրթություն ստանալու, որովհետև նրանց ծնողները այդ հնարավորությունը չունեն։ Առավել ևս, երբ որ երեխաները մեր շրջանավարտները գալիս են հեռավոր շրջաններից։ Առաջիկայում ոլորտի պատասխանատուները նախատեսում են նվազեցնել նաև համալսարանների կախվածությունը ուսման վարձավճարներից, ստեղծելով ավելի կայուն եւ որակին միտված համակարգ։ Մասնագետները ընդհանուր առմամբ առաջարկվող փոփոխությունները դրական են գնահատում, սակայն նկատելով, որ բարեփոխման հաջողությունը մեծապես կախված է լինելու ներդրվող մեխանիզմներից ու ֆինանսավորման կառուցակարգից։ Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ ոչ թե բուրդ է ստանում ֆինանսավորումը, այլ ստանում է կոնկրետ ուսանողը կրթաթոշակի տեսքով պետության կողմից։ Եվ ուսանողը ինքն է որոշում, օրինակ, առարկաների մի մասը կամ կրեդիտների մի մասը հավաքել մի բուհում, մյուս մասը մյուս բուհում, եւ ինքն է որոշում։ Եթե ինքը ունի կրթաթոշակ, ինքն է որոշելու, թե ինչ ուղով գնա առաջ։ Համակարգը պետք է միաժամանակ ապահովի կրթության մատչելիությունը ու բուհերի ֆինանսական կայունությունը, նշում են մասնագետները եւ հավելում, հակառակ դեպքում կարող են ի հայտ գալ նորանոր խնդիրներ, այդ թվում ֆինանսական ճնշումների հետևանքով առաջանալի գնահատման համակարգի նկատմամբ վստահության նվազում։ Եթե բուհերի ֆինանսավորումը կրճատվում է եւ հավելապարտականությունը դրվում բուհերի վրա, որպեսզի ոչ մի ուսանողի բարձր պատճառ դուրս չթողնեն, դա ինքնին կարող է առաջացնել ֆինանսական խնդիրներ, խնդիրներ եւ կա նաեւ այդ վտանգը, որ արհեստականորեն գնահատական է բարձրացել։ Փորձագետների կարծիքով բարեփոխման վերջնական արդյունքը կախված կլինի նրանից, թե որքան թափանցիկ, հավասարակշռված եւ մրցակցային կլինի ֆինանսավորման նոր մոդելը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։